ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ բարեհաջող եւ ուսադրող զրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա զինադադար, հայտնել է Թրամփը։ Ավելի ուշ իսրայելական կողմը նույնպես հայտնել է, որ ուժի մեջ է մտել 10-օրյա զինադադարը, իսկ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ Նեթանյահուին եւ Աունին կհրավիրի Սպիտակ տուն Իսրայելի եւ Լիբանանի միջև 1983 թվականից ի վեր բովանդակալից բանակցությունների։ Զինադադարի վերաբերյալ հայտարարություններից հետո Իրանը ողջունել է երկու երկրների միջև այդ կարևոր որոշումը։ Իրանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմաններից մեկն էր։ Միաժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություններ է տարածվել, որ Իսրայելն ու Լիբանանը փոխադարձ հարվածներ են հասցրել Թրամփի կողմից հայտարարված հրադադարի մեկնարկից անմիջապես առաջ։ Ավելի ուշ լիբանանյան լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Իսրայելը շարունակել է իր հարձակումները հարավային Լիբանանի վրա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Չնայած այն հանգամանքին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց անցել է մոտ կես ժամ, իսրայելական հրետանին շարունակում է հրետակոծել Խիամ եւ Դեբին գյուղերը, նշել է գործակալությունը։ Լրագրողների տվյալներով տարածքի որոնումները նույնպես ընթանում են փոքր զենքերի միջոցով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները, եթե երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց առաջ խաղաղության համաձայնագիր չկնքվի։ Թրամփը սակայն հայտնել է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։ Ըստ նրա, բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին։ Նա նաև հայտնել է, որ պատրաստ է անձամբ գնալ Պակիստան Իրանի հետ համաձայնագիրը ստորագրելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է բաց ծովում կանգնեցնել իրանական նավերը, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս այնտեղից, այդ թվում լցանավերը, հայտարարել է Դեն Քեյնը։ ԱՄՆ-ն ակտիվորեն հետապնդելու է իրանական դրոշի ներքո գտնվող ցանկացած նավ կամ ցանկացած այլ նավ, որը փորձում է նյութական աջակցություն ցուցաբերել Իրանին, ընդգծել է Քեյնը։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեսանյութ է հրապարակել, որում USS Murphy ականակրի ավիացիոն խումբը ստիպում է 2 միլիոն բարել նավթ տեղափոխող իրանական Deep Sea նավթային բռնատարին վերադառնալ նավահանգիստ Հորմուզի նեղուցի շրջափակման շրջանակներում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնվեն։ Իրավիճակը Ուկրաինայում զարգանում է, անկեղծ ասած, ես կցանկանայի, որ նրանք համակերպվեին։ Ուկրաինայում շատ մարդիկ են մահանում։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Այնտեղ որոշակի բաներ են կատարվում։ Մենք կենտրոնացած ենք, մենք հիմա շատ կենտրոնացած ենք Իրանի վրա, տեսնելու թե արդյոք կարող ենք այս բանն իրականացնել եւ կարծում եմ կարող ենք, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը նաեւ մեկնաբանել է երեկոյան Կիևի վրա Ռուսաստանի հարձակումը, այն անվանելով սարսափելի։ Կարծում եմ դա սարսափելի էր, ասել է Թրամփը։ Ռուս-ուկրաինական հակամարտության մասին խոսել է նաև Նիդերլանդների վարչապետը։ Ըստ նրա, Ռուսաստանի տնտեսությունը սարսափելի վիճակում է եւ Ռուսաստանը ի վերջո պարտվելու է այս պատերազմում։ Նա հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային։ Անկարայում հազարավոր ուսուցիչներ նստացույց են սկսել ոստիկանական պատնեշների առջև իշխանություններից պահանջելով ապահովել դպրոցների անվտանգությունը։ Հիշեցնենք, որ վերջին 2 օրվա ընթացքում դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 30-ը ստացել է վիրավորումներ։ Ուշագրավ եւ զավեշտալի դեպք է տեղի ունեցել Իտալիայում։ Իտալիայի Նեապոլ քաղաքում զինված տղամարդը ներխուժել է տեղի բանկերից մեկը եւ պատանդ վերցրել ավելի քան 30 մարդու։ Զոհերի, վիրավորների, ինչպես նաեւ նման քայլի դիմելու դրդապատճառների մասին ոստիկանությունը դեռևս տեղեկություններ չի հայտնել։ Ռուսները ծնկ են իջնում միայն կոշիկի կապիչները կապելու համար եւ ոչ թե որովհետեւ ինչ-որ մեկը ցանկանում է դա, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։ Եվրոպական միությունը խաղաղության առումով ոչինչ չունի առաջարկելու։ Նրանք կարծում են, որ Ուկրաինային աջակցելով կթուլացնեն Ռուսաստանին, նշել է վարչապետը։ Տարերային խոշոր աղետ է տեղի ունեցել Դաղստանում, հրապարակված տեսանյութերի համաձայն տեղի ունեցել զանգվածային սողանք։ Նիժնի Ուբեկամիխի գյուղում ուժեղ անձրևներից հետո ամբողջ լեռ է փլուզվել։